Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկմանն է դրվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Նախագիծն անդրադառնում է ժամանակակից մարտահրավերների համատեքստում երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Առաջարկվող փոփոխությունների մասին առավել մանրամասն Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը օրենքի նախագծով առաջարկում է ավելացնել նոր հոդված՝ քրեականացնելով երեխայի որդեգրման միջնորդական գործունեությունը։ Նախագծով ամրագրվում է, որ այլ մերձավոր ազգական են համարվում երեխայի տատը, պապը, եղբայրը, քույրը, ծնողի քույրը կամ եղբայրը։ Այս փոփոխությունը ինչու է կարևոր, որովհետև ներկայումս քրեական օրենսգրքի հասկացությունների մեջ մերձավոր ազգականների շարքում թվարկված չեն այս անձինք, մինչդեռ ընտանեկան օրենսգիրքը մերձավոր ազգական հասկացության մեջ ներառում է նաև հորեղբորը, մորեղբորը, հորաքրոջը, մորաքրոջը, եւ հենց 56-րդ հոդվածի 3-րդ մասից մենք տեսնում ենք, որ անգամ այս անձանց եւ երեխայի միջև դատական կարգով կարող է սահմանվել տեսակցություն, մինչդեռ ստացվում է, որ քանի որ քրեական օրենսգրքի իմաստով այս անձինք չեն համարվում մերձավոր ազգականներ, քրեական պատասխանատվությունը կբացառվի այս անձանց դեպքում խոչընդոտելու հետ կապված հարցերով տեսակցությանը։ Մասնագիտական համայնքը դրական է վերաբերում առաջարկվող փոփոխություններին։ Եթե մինչ այս սահմանվում էր երեխայի մերձավոր ազգականների ցանկը, ապա այս փոփոխությամբ ավելացվում է կիրառելի մերձավոր ազգականների ցանկ։ Նախագիծը սակայն կարող է նոր մարտահրավերների առաջ կանգնեցնել։ Միաժամանակ անհրաժեշտ է հստակեցնել, որ նոր փոփոխությունները կարող են որոշակի մարտահրավերներ բերել, կարող է առաջանալ դատական բեռի ավելացում եւ նաեւ ընտանեկան կոնֆլիկտների սրման հիմք հանդիսանալ, երբ ընտանիքի անդամները վիճարկեն իրենց իրավունքները։ Այս իմաստով փոփոխությունները շատ կարեւոր եւ անհրաժեշտ քայլ են, սակայն պահանջում են պատասխանատու եւ կանխատեսելի կիրառելիություն դատական համակարգում։ Նախարարությունը օրենքի նախագծով առաջարկում է ավելացնել նոր հոդված՝ քրեականացնելով երեխայի որդեգրման միջնորդական գործունեությունը։ Այս հանցագործությունը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, առավելագույն պատիժը կազմում է մինչև 3 տարի ազատազրկում։ Միևնույն ժամանակ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասը մինչ այս ուղղակի նախատեսում էր պատասխանատվություն, սակայն այն օրենքով սահմանված չէր։ Ընտանեկան օրենսգրքում երբ տեղ էր գտել միջնորդական գործունեությունը որդեգրման որպես արգելված արարք, պատասխանատվություն սահմանված չէր։ Իրականում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանդիպում են այդպիսի դեպքեր, երբ օրինակ նշված է, որ այսինչ արարքի համար, այսինչ նորմը խախտելու համար անձը ենթակա է պատասխանության օրենքով սահմանված կարգով։ Մինչդեռ լինում են դեպքեր, երբ այդ օրենքով սահմանված կարգը ուղղակի չի լինում եւ այդ նորմը ուղղակի չի գործում։ Սա այդ դեպքերից է եւ իմ գնահատմամբ սա օրենսդրական բացի դրսևորում է եղել եւ իրականում հենց առհասարակ նախագծով, ինչպես նշվում է, միջնորդական գործունեությունը որդեգրման որպես նոր հանցակազմ սահմանելը բխում է երեխայի լավագույն շահերի պաշտպանությունից։ Երեխայի որդեգրման միջնորդական գործունեությունը քրեականացնելը բխում է երեխայի լավագույն շահի պաշտպանությունից։ Սա համապատասխանում է միջազգային ստանդարտներին եւ մեխանիզմներին։ Նշված արարքը քրեականացնելը կարևոր քայլ է երեխաների շահերի պաշտպանության եւ անօրինական որդեգրման շղթաները կանխարգելելու ուղղությամբ։ Նախագիծը անդրադառնում է նաև արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութերի օգտագործմանը երեխաների նկատմամբ։ Օրենսգրքի 258-րդ հոդվածում այն դարձնելով սանրացնող հանգամանք։ Այս փոփոխությունը ընդհանուր առմամբ կարևոր քայլ է ոչ միայն քրեական իրավունքի արդիականացման եւ երեխայի կամ քաղաքացու պաշտպանության տեսանկյունից, այլև ցուցաբերում է այն ռազմավարական մոտեցումը, որը օրենքը պետք է գնա համաժամանակյա տեխնոլոգիական զարգացման հետևից, ապահովելով դատական պրակտիկայի վստահելիություն եւ օրինականություն։ Որքանով է այս փոփոխությունն արդիական եւ որքանով է դրան պատրաստ արդարադատության համակարգը։ Օրենսդրությամբ սահմանվում է ծանրացնող հանգամանք որևէ արարքի, օրինակ արհեստական բանականությամբ գեներացված նյութի միջոցով հանցանքը կատարելը, ապա քրեական վարույթում հարց կառաջանա ապացուցման հետ կապված։ Մասնավորապես այս դեպքում անհրաժեշտ է փորձագիտական կառույցների համապատասխան տեխնոլոգիական վերազինում։ Տեխնոլոգիական արագ զարգացումների պայմաններում, երբ արհեստական բանականությունը դառնում է ավելի մատչելի, մարտահրավեր է դառնում նաև երեխաների իրավունքների առցանց տիրույթում պաշտպանությունը։ Նախագծի համաձայն երեխայի սեռական շահագործման սահմանման մեջ կատարվում է լրացում, ավելացվում է ներառյալ անձանց ձևակերպում։
կարգավորումը։ Գործող օրենսդրությունը հիմնականում արձանագրում է ֆիզիկական աշխարհում տեղի ունեցող գործողությունները եւ ստվերում են մնում առցանց հանցագործությունները։ Այս լրացումը մասնագետների համոզմամբ արդարացված է, քանի որ նույն հանցանքը կարող է կիրառվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ վիրտուալ իրականության մեջ։ Հաճախ առցանց տարբերակը հնարավոր է շատ ավելի մեծ տարածում ունենա հանցագործության, հաշվի առնելով դրա գուցե ավելի հեշտ կատարումը վիրտուալ իրականության մեջ, քան օբյեկտիվ իրականության մեջ։ Եվ ինքնին սա համահունչ է ինչ իմաստով, որ առհասարակ միջազգային փաստաթղթերից բխում է երեխաներին սեռական շահագործման բոլոր դրսևորումներից պաշտպանելու անհրաժեշտությունը եւ ինչ տարբերություն առցանց է դա կատարվում, թե օբյեկտիվ իրականության մեջ։ Օրինակ, հենց կիբերհանցագործությունների մասին կոնվենցիայի պահանջներին է համահունչ այս փոփոխությունը, երեխաների պաշտպանության մասին սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթներից է բխում այս փոփոխությունը։ Իրավաբան Մարիաննա Ավագյանի խոսքով ներկայացված փոփոխությունների հաստատման պարագայում անհրաժեշտություն է առաջանում միջազգային նոր համագործակցությունների։ Կարիք կլինի մշակել նոր գործիքակազմ, որը հնարավորություն կտա հայտնաբերել առցանց նյութերը։ Յուրաքանչյուր գործողություն, որը նպատակ է հետապնդում երեխայի սեռական շահագործման, անկախ նրանից, թե դա տեղի է ունենում ֆիզիկական կամ թվային միջավայրում, հանդիսանում է քրեական արարք եւ դրա համար պատասխանատվություն է սահմանվում։ Միաժամանակ այս փոփոխությունը բացահայտում է նոր մարտահրավերներ կապված ապացույցների հավաքման, պահպանման եւ իրավապահ մարմինների գործառնական կարողությունների հետ։ Առցանց հանցագործությունների բնույթը հաճախ չի սահմանափակվում մեկ երկրի տարածքում եւ նաեւ զարգացող տեխնոլոգիական միջավայրում այդ հանցագործությունների թիվը զգալի աճում է։ Պետք է ամրագրվի նաեւ հստակ օրենսդրական մեխանիզմներ, որոնք կապահովեն միջազգային համագործակցության կապը, վեբ-հարթակների պատասխանատվությունը։ Նախագծի ընդունմամբ նախարարությունը ակնկալում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքում առկա օրենսդրական բացերը, քրեական օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի միջև առկա եզրութաբանական եւ բովանդակային հակասությունները։